Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեն հայտարարել է, որ Վրաստանում Եվրամիության դեսպանի գործողություններն անցնում են բոլոր սահմանները։ Նա Պավել Հերչինսկուն մեղադրել է հասարակությունը պառակտելու, առճակատում հրահրելու եւ երկրում հեղափոխություն կազմակերպելու փորձերի համար։ Անդրադառնալով ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ԵՄ դեսպանի հանդիպմանը, Կալաձեն նշել է, որ ոչինչ պատահական չի լինում։ Նրա խոսքով այդ կազմակերպությունների ֆինանսավորումը գալիս է դրսից, իսկ ագրեսիվ խմբավորումները խրախուսվում են։ Այդ մարդիկ որպես կանոն հանդիսանում են ծայրահեղական եւ բռնի խմբավորումների ոգեշնչողներ։ Նրանք ուղղակիորեն ֆինանսավորում են դրանք եւ չեն վարանում իրենց աջակցությունը հայտնել, ինչպես օրինակ Եվրամիության դեսպանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ հայտարարել է, որ ինչպես Պավել Հերչինսկին, այնպես էլ մյուս դեսպանները պետք է հրաժարվեն վրաց ժողովրդին վերևից նայելուց։ Պետք չէ, որ մեծ ժողովրդավարություն սովորեցնեն որոշ եվրոպական երկրներ, որոնցից Վրաստանը բոլոր ցուցանիշներով եւ տարբեր ուղղություններով առաջ է։ Մեզ պետք չէ սովորեցնել օրենքի գերակայություն։ Պապուաշվիլու խոսքով Վրաստանին ոչ ոք չի համարձակվի ճնշել, այդ թվում Եվրամիությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը հայտնել է 29 օտարերկրյա քաղաքացու արտաքսման մասին։ Գերատեսչության տվյալով երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Գանայի, Թուրքիայի, Նեպալի, Թուրքմենստանի, Իրանի, Պակիստանի եւ Լատվիայի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել երկիր։ Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Դոհայում արաբական եւ մուսուլմանական երկրների արտակարգ գագաթնաժողովում։ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Կատարում Համասի պատվիրակության վրա Իսրայելի հարձակումը, աջակցություն հայտնել Կատարին։ Մեր առջև կանգնած է քաոսով եւ արյունով սնվող ահաբեկչական գաղափարախոսություն եւ այդ գաղափարախոսությունը մարմնավորած պետություն։ Նեթանյահուի կառավարության նպատակն է շարունակել Պաղեստինում զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը եւ միևնույն ժամանակ տարածաշրջանն անկայունության մեջ գցել։ Իսլամական աշխարհը իմաստություն եւ հնարավորություններ ունի Իսրայելի էքսպանսիոնիստական ծրագրերը խափանելու համար։ Էրդողանի խոսքով Իսրայելը պետք է ենթարկվի ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական, այլև տնտեսական ճնշման։ Նա հավելել է, որ Իսրայելի հետ առևտրի դադարեցման պատճառով Թուրքիան տարեկան 9.5 միլիարդ դոլար է կորցնում։ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել ջանքեր գործադրել միջազգային իրավունքին համապատասխան իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Եգիպտոսի եւ Սիրիայի նախագահների, ինչպես նաեւ Իրաքի վարչապետի հետ։ Բանակցությունների առանցքում են եղել իրավիճակը Մերձավոր Արևելքում, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը, անվտանգության հարցերը եւ հումանիտար օրակարգը։ Թուրքիայի արտգործնախարարը Ալ Ջազիրա եւ Քաթար TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում դժգոհություն է հայտնել Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի առանձնաշնորհյալ վերաբերմունքից, ընդգծել դա վնասում է տարածաշրջանում Վաշինգտոնի դիրքերին եւ վշտացնում բարեկամներին։ Հական Ֆիդանը նշել է միջազգային հանրության կողմից Իսրայելին հակազդելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ վերջինիս էքսպանսիան տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է։ Նրա խոսքով Թուրքիան բանակցություններ է վարում Եգիպտոսի, Հորդանանի եւ Լիբանանի հետ դրան դիմակայելու համար։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իսրայելի հարձակումներին ինչպես Գազայում, այնպես էլ Սիրիայում եւ Կատարում։ Ֆիդանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Դոհայի վրա եւ աջակցություն հայտնել Կատարին։ Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր, հայտնում է Open Caucasus Media-ն, վկայակոչելով սոցիալական ցանցերում առկա տեղեկությունները։ Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում Տուգանային հրապարակ։ Ըստ հրապարակման վերջին օրերին Թուրքիայում նախիջևանցի տասնյակ տաքսիստներ են ձերբակալվել։ Վարորդները նշել են, որ թուրքական իշխանությունների որոշման պատճառը Իգդիր Դիլուջու անցակետի գոտում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքն է։ Նրանք պահանջում են, որ ուղևորներին Մաքսակետից Իգդիր տեղափոխեն թուրքական մեքենաները։ Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Դոհայում արաբական եւ իսլամական երկրների արտակարգ գագաթնաժողովում Իրանի նախագահը հայտարարել է, որ արաբական կամ իսլամական որևէ երկիր ապահովագրված չէ Իսրայելի հարձակումներից։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով իսլամական երկրները պետք է ամրապնդեն իրենց միասնությունն ու համերաշխությունը եւ խզեն կապերը Իսրայելի հետ։ Իրանի նախագահը նշել է, որ Թել Ավիվը շարունակում է հարձակումները ստանալով արևմուտքի աջակցությունը։ Նրա խոսքով Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, ոտնահարելով իսլամական երկրների ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։ Անդրադառնալով Կատարի վրա հարձակմանը, Փեզեշքյանը նշել է, որ դա բացահայտ ահաբեկչություն էր եւ միջազգային բոլոր նորմերի խախտում։ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Բելարուսը բանաձևի նախագիծ են ներկայացրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումն արգելելու մասին, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Փաստաթղթի տեքստում նշված է, որ բոլոր երկրները կարող են խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային էներգետիկան եւ պետք է ձեռնպահ մնան այլ երկրներում միջուկային օբյեկտների վրա հարձակումներից։ Այս սկզբունքները պետք է պահպանվեն, վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը վճռական գործողություններ ձեռնարկի ապօրինությունները սովորական դարձնելու դեմ, նշել է Բաղային։ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներից հետո հունիսի 22-ին էլ Միացյալ Նահանգներ էր հարվածներ հասցրել Իրանի 3 միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Սպահանում եւ Նաթանզում։ Բաղայի խոսքով այդ բանաձևի առաջմղմամբ Իրանը փորձում է պաշտպանել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Ադրբեջանի նախագահը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրակթարօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջանը սկսվել է։ Իլհամ Ալիևն ընդգծել է նաև, որ չկան այնպիսի երկրներ, որոնք նույնքան մոտ լինեն, որքան Ադրբեջանն ու Թուրքիան։ Նրա խոսքով երկու երկրի միասնությունը կարևոր գործոն է համաշխարհային մասշտաբով։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական։ Մտքեր են փոխանակվել երկու երկրի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։ Ավելի վաղ Բայրակթարօղլուին ընդունել էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։ Ադրբեջանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Դոհայում արաբական եւ իսլամական երկրների արտակարգ գագաթնաժողովում։ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել Կատարի վրա Իսրայելի վերջին օդային հարձակման կապակցությամբ, ընդգծել երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Բայրամովը կողմերին կոչ է արել թույլ չտալ հետագա էսկալացիա եւ խստորեն պահպանել միջազգային իրավունքի եւ ՄԱԳ-ի կանոնադրության նորմերը։ Պաղեստինյան կարգավորման համատեքստում էլ դիվանագետը հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է երկու պետության սկզբունքին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մոտ է Իտալիանապետրոլի նավթավերամշակման գործարանի գնմանը, հայտնել է Reuters գործակալությունը։ Պարբերականի տեղեկություններով ընկերությունը կառավարող Բրակետի Պերետի ընտանիքը գործարանի արժեքը գնահատում է մոտ 2.5 միլիարդ եվրո։ Նշվում է, որ գործարքը Սոկարին թույլ կտա վերահսկողություն ստանալ Իտալիայի բենզալցակայանների խոշորագույն ցանցերից մեկի նկատմամբ։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ աշխարհում խոշորագույն նավագնացային Mediterranean Shipping Company ընկերության միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Դրա շրջանակում MSC ընկերությունը եւ Terminal Investment Limited տերմինալների գլոբալ օպերատորը բաժնեմաս կստանան Սոկար տերմինալում։ Նշվում է, որ գործընկերությունը կապահովի Սոկար տերմինալի ինտեգրումը Terminal Investment Limited լայն ցանցին։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։